Գրիմ եղբայրներ։ Սպիտակ օձը։ Վաղուց, շատ վաղուց աշխարհում մի թագավոր էր ապրում, որն ամբողջ երկրագնդում հայտնի էր, որովհետև իմաստուն էր։ Նա ամեն ինչ գիտեր, կարծես ինչ-որ մեկը նրան հայտնում էր աշխարհի ամենագաղտնի լուրերը։ Բայց այդ թագավորը մի տարօրինակ սովորություն ուներ։ Ամեն անգամ կեսօրին, երբ սեղանը լրիվ հավաքում էին եւ ոչ մի կողմնակի մարդ չէր մնում, նրա վստահելի ծառան մատուցում էր ևս մեկ ճաշատեսակ, փակ ամանով, եւ նույնիսկ ծառան չգիտեր, թե ինչ կար այդ ափսեի մեջ։ Այդ մասին ոչ ոք չգիտեր, որովհետև թագավորն ափսեն բացում եւ ուտում էր միմիայն այն ժամանակ, երբ բոլորովին մենակ էր մնում։ Այդպես շարունակվում էր երկար ժամանակ, բայց ահա մի օր հետաքրքրասիրությունը հաղթում է ծառային։ Նա այլևս չի դիմանում գայթակղությանը եւ ափսեն տանում է իր սենյակ։ Բոլոր դռներն ամուր փակում է, ափսեի կափարիչը բացում է եւ ինչ է տեսնում։ Այնտեղ դրված էր սպիտակ օձ։ Նայում է օձին եւ չի կարողանում իրեն զսպել։ Ուզում է համը փորձել։ Կտրում է մի կտոր եւ դնում է բերանը։ Հենց որ լեզուն դիպչում է օձի մսին, նույն պահին պատուհանի տակ լսվում են տարօրինակ նուրբ շշուկներ։ Մոտենում է պատուհանին եւ ականջ դնում։ Տեսնում է ճնճղուկները զրուցում են իրար հետ, պատմելով այն ամենի մասին, ինչ տեսել են դաշտերում ու անտառում։ Օձի մսի համը ծառային օժտել էր թռչունների լեզուն հասկանալու ընդունակությամբ։ Եվ այնպես է պատահում, որ հենց այդ օրը թագուհին կորցնում է իր ամենագեղեցիկ մատանին։ Կասկածն ընկնում է այդ հավատարիմ ծառայի վրա, որն ամեն տեղ մուտք ուներ։ Թագավորը կանչում է ծառային եւ սպառնում, որ եթե մինչև առավոտ չասի, թե ով է մեղավորը, ապա կհամարի, որ ինքն է գողը, եւ նրան կկանգնեցնի դատարանի առաջ։ Ծառան երթուն պատառ է անում, թե ինքն անմեղ է, բայց ոչինչ չի օգնում։ Թագավորն իր որոշումը չի փոխում։ Խեղճ ծառան, սարսափահար ու անհանգիստ, դուրս է գալիս պալատից, այդ ծանր վիճակից դուրս գալու ելքեր փնտրելով։ Արվակի կողքով անցնելիս տեսնում է բադիկները խաղաղ նստել են կողք կողքի եւ հանգստանում են։ Նրանք կտուցներով շոյում մաքրում էին իրենց փետուրներն ու մտերմիկ զրուցում։ Ծառան կանգնում է ու ականջ է դնում նրանց խոսակցությանը։ Բադիկներն իրար պատմում էին, թե այդ առավոտ իրենք որտեղ են եղել, ուր են գնացել լողալու, ինչ կեր են հայթայթել։ Եվ ծառան լսում է, թե ինչպես է նրանցից մեկը սրտնեղած ասում. «Ստամոքսս այնպես է ծանրացել, ուտելիս այնքան էի շտապում, որ չհասկացա, թե ինչպես կուլ տվեցի թագուհու պատուհանագոգին դրված մատանին»։ Ծառան անմիջապես բռնում է բադիկի վզից, տանում է խոհանոց եւ խոհարարին ասում է. «Էս բադին մորթիր, տեսնում ես չէ, ինչ յուղոտ միս ունի»։ Ճիշտ ես ասում, ձեռքի մեջ ծանրութեթև անելով բադիկին համաձայնում է խոհարարը։ Պարզ երևում է, որ լավ կերել է, երևի ոչինչ չի խնայել եւ վաղուց սպասում է, որ իրեն տապակեն։ Խոհարարը կտրում է բադի վիզն ու սկսում փորոտիքը մաքրել, ու հանկարծ ստամոքսի մեջ հայտնաբերում են թագուհու մատանին։ Այ հիմա արդեն ծառան կարող էր թագավորին շատ հանգիստ ապացուցել իր անմեղությունը։ Եվ քանի որ թագավորը այդ ամենը տեսնելուց հետո շատ է զղջում իր անարդար վերաբերմունքի համար, ծառային թույլ է տալիս իրենից ինչ-որ մի բան խնդրել եւ խոստանում է արքունիքի ամենապատվավոր պաշտոնը տալ, միայն թե նա ցանկանա։ Սակայն ծառան այդ ամենից հրաժարվում է, միայն մի ձի է խնդրում եւ ճանապարհածախս։ Ասում է. «Ուզում եմ գնամ աշխարհ տեսնել ու մի քիչ թափառել երկրներով»։ Թագավորը նրա խնդրանքը կատարում է եւ ծառան ճանապարհ է գնում։ Մի օր մի լճի կողքով անցնելիս տեսնում է 3 ձուկ լռվեն մնացել են եղեգների արանքում եւ փորձում են ազատվել ու նորից ջուրը մտնել։ Չնայած ասում են, թե իբր ձկները լեզու չունեն, սակայն ծառան լսում է նրանց խոսակցությունը։ Ձկները դժգոհում էին, որ ոչ մի ճար չունեն դուրս գալու եւ այդտեղ մեռնելու են անփառունակ մահով։ Ծառան խղճող մարդ էր, ձիուց իջնում է եւ այդ 3 գերի ձկներին նորից գցում է լիճը։ Ձկները սկսում են ուրախ թպրտալ ու խայտալ լճի մեջ, գլուխները դուրս են հանում ջրից ու ասում. «Քո արած լավությունը երբեք չենք մոռանա։ Մի օր անպայման վարձահատույց կլինենք քեզ, այն բանի համար, որ դու փրկեցիր մեր կյանքը»։
Ծառան շարունակում է ճանապարհը։ Շատ չանցած նրան թվում է, թե ուղիղ իր ոտքերի տակից ավազի վրա ինչ-որ ձայներ են գալիս։ Ուշադրությունը լարում է ու լսում, թե մրջյունների թագավորն ինչպես է գանգատվում։ Գոնե մարդիկ մեզ հանգիստ թողնեն, իրենց այդ անճոռնի կենդանիների հետ միասին։ Ծառան լսելով այդ, ձին քշում է ճամփեզրով, եւ այն ժամ մրջյունների թագավորն ասում է նրան. «Քո արած լավությունը երբեք չենք մոռանա, մի օր անպայման վարձահատույց կլինենք»։ Ճանապարհը նրան տանում է դեպի անտառ։ Անտառում ծառան տեսնում է ծառին թառած մայր ու հայր ագռավներին, որոնք բնից ցած էին շպրտում իրենց ձագուկներին։ «Կորեք այստեղից, պորտաբույս լակոտներ», կռավում էին ագռավները։ «Հերիք է ձեզ կերակրենք, դուք արդեն մեծացել եք եւ կարող եք ինքներդ ձեզ կերակրել»։ Խեղճ ձագուկներն ընկել էին գետնին եւ թևիկները թափահարելով փորձում էին բարձրանալ։ «Ախր մենք դեռ անօգնական ենք», ծվծվում էին նրանք։ «Դուք պարտավոր եք մեզ կերակրել, մենք դեռ թռչել չենք կարողանում, մեր վերջը եկել է, սովամահ ենք լինելու»։ Բարեհոգի երիտասարդը ձիուց իջնում է, թուրը քաշում սպանում է իր ձիուն եւ որպես կեր թողնում է ագռավի ձագերին։ Նրանք ուտում կշտանում են ու ծվծվալով ասում. «Քո արած լավությունը երբեք չենք մոռանա, եւ եթե քեզ դժբախտություն պատահի, անպայման կօգնենք քեզ»։ Եվ երիտասարդը ստիպված է լինում ճանապարհը ոտքով շարունակել։ Գնում, շատ է գնում, թե քիչ, հասնում է մի մայրաքաղաքի։ Բոլոր փողոցներում աղմուկ աղաղակ էր, իսկական իրարանցում։ Հանկարծ հայտնվում է մի ձիավոր մունետիկ եւ հայտարարում է լուր ամենքի. Թագավորի աղջիկն ամուսին է փնտրում։ Նա, ով ուզում է ամուսնանալ նրա հետ, նախ պետք է մի չափազանց դժվար հանձնարարություն կատարի, իսկ ով չկարողանա, կյանքով կհատուցի։ Մինչ այդ շատ մարդիկ էին ցանկացել դա անել, սակայն ցավոք բոլորն էլ կյանքից զրկվել էին։ Բայց երբ մեր երիտասարդը տեսնում է արքայադստերը, այնպես է հմայվում նրա աննման գեղեցկությամբ, որ մոռանում է ամեն մի վտանգ, գնում է թագավորի մոտ եւ ներկայանում է որպես փեսացու։ Երիտասարդին անմիջապես տանում են ծովափ եւ նրա աչքի առաջ մի մատանի են ծովը նետում։ Թագավորը հրամայում է այդ մատանին հանել ծովի հատակից եւ ավելացնում է. «Իսկ եթե հանկարծ վերադառնաս առանց մատանի, քեզ անընդհատ ջուրը կգցեն, այնքան ժամանակ, մինչև որ խեղդվես»։ Բոլոր հավաքվածները խղճում են գեղեցիկ երիտասարդին ու հեռանում են, նրան մենակ թողնելով ծովափին։ Ահա տղան կանգնել ու խորհում է, թե ինչ է անելու։ Հանկարծ տեսնում է դեպի իրեն են լողում 3 ձուկ։ Դրանք այն նույն ձկներն էին, որոնց կյանքը փրկել էր։ Մեջտեղի ձկան բերանում մի խեցի կար, որը դնում է ափին, պատանու ոտքերի մոտ։ Նա վերցնում է խեցին, բացում եւ տեսնում է այնտեղ դրված ոսկե մատանի։ Մատանին վերցնում, ուրախ տանում, տալիս է թագավորին եւ սպասում, որ ստանա խոստացված պարգևը։ Բայց երբ գոռոզ արքայադուստրն իմանում է, որ այդ երիտասարդն ընդամենը սովորական ծառա է, չի համաձայնում եւ պահանջում է, որ նա եւս մի հանձնարարություն կատարի։ Արքայադուստրը գնում է այգի, խոտերի մեջ 10 լիք պարկ կորեկ է շաղ տալիս եւ ասում է. «Վաղ առավոտյան, դեռ արևը դուրս չեկած, դու պետք է հավաքած լինես այս ամբողջ կորեկը ու պետք է այնպես անես, որ ոչ մի հատիկ չպակասի»։ Երիտասարդը նստում է այգում ու մտածում է, թե ինչպես է կատարելու այդ հանձնարարությունը, բայց ոչ մի լուծում չի կարողանում գտնել։ Եվ տխուր տրտում համակերպվում է այն մտքի հետ, որ առավոտյան իրեն մահապատժի են ենթարկելու։ Իսկ երբ այդ այգում սկսում են շողշողալ արեգակի առաջին ճառագայթները, տղան տեսնում է, որ կորեկով լցված բոլոր 10 պարկերը շարված են իր դիմաց, ընդ որում ոչ մի հատիկ կորեկ չի պակասում։ Դու մի ասա, այդ գիշեր եկել էր մրջյունների թագավորը իր հազարավոր մրջյունների հետ, եւ երախտապարտ միջատները մեծ ջանասիրությամբ հավաքել էին ամբողջ կորեկն ու լցրել պարկերի մեջ։ Թագավորի աղջիկն անձամբ դուրս է գալիս այգի եւ ի զարմանս իրեն տեսնում է, որ երիտասարդը կատարել է իր տված հանձնարարությունը։ Բայց նա չի կարողանում հաղթահարել իր գոռոզությունն ու ասում է. «Չնայած նա 2 հանձնարարությունն էլ կատարել է, միևնույն է, իմ ամուսինը չի դառնա, եթե ինձ համար չբերի անմահական խնձորը»։ Տղան գաղափար անգամ չուներ, թե որտեղ է աճում այդ անմահական խնձորը։
Նա ճանապարհ է ընկնում, որոշելով խնձորը փնտրել այնքան ժամանակ, քանի դեռ ի վիճակի կլինի քայլել, չնայած ոչ մի հույս չուներ, որ կգտնի։ Այդպես քայլելով նա անցնում է 3 թագավորություն եւ երեկոյան կողմ մտնում է անտառ։ Նստում է մի ծառի տակ եւ ուզում է քնի, բայց այդ պահին ճյուղերի խշշոց է լսվում եւ վերևից նրա ձեռքի մեջ է ընկնում ոսկե խնձորը։ Ճիշտ այդ պահին ծառից 3 ագռավ են իջնում, նստում են տղայի ծնկներին ու ասում. «Մենք ագռավի այն 3 ձագերն ենք, որոնց դու փրկեցիր մահից։ Մենք արդեն մեծացել ենք եւ երբ լսեցինք, որ դու փնտրում ես ոսկե խնձորը, ծովի այն կողմից թռանք գնացինք աշխարհի ծայրը, որտեղ աճում է կենաց ծառը, եւ քեզ համար բերեցինք այս ոսկե խնձորը»։ Երիտասարդի ուրախությանը չափ ու սահման չկար։ Նա բռնում է վերադարձի ճամփան, ոսկե խնձորը տանելով չնաշխարհիկ արքայադստերը։ Այս անգամ արդեն նա չի կարողանում իր խոսքերից հրաժարվել։ Խնձորը 2 կես են անում ու 2-ով ուտում, եւ թագավորի աղջիկը սրտով սիրում է տղային։ Այդպես նրանք մինչև խոր ծերություն ապրում են անհոգ ու երջանիկ կյանքով։